Եկեղեցու հանդեպ այսպես հարցակումները դեռևս շարունակվում են իշխանությունների կողմից։ Ինչ եք կարծում, սա մինչև ուր պետք է հասնի եւ իշխանության ուզածը ի վերջո որն է։ Եկեղեցուն չկպնեք, ով է տեսել, որ մարդ իրա դա իզուր չի, որ ասում ենք մայրաթոր, իզուր չի, որ ասում ենք, չի կարելի, պետք է մի հատ ուրիշ ելք գտնել, եթե ինչ-որ մի բան էլ կա, թող իրանք իրար մեջ խոսքը մեր եկեղեցու մասին է, ոչինչ, թող սպյուրգից էլ էլի եկեղեցականները գան, ոչինչ, բայց ոչ թե իշխանությունը մտնի մեկ փագի հետո չի կարելի, բայց գիտեք ոնց, կան որոշ բաներ, որ հեչ ասելու չի, օրինակ չեմ ուզում ասեմ, բայց պետք է ռուսներն ասում են «Լուչը խուլոյկան է, չեմ կուդա բիսկանցա», դա ասում ավելի լավ վատ վերջավորություն, քան անվերջ վատություն, այ մի բան թող շուտ ելնի էլի, բայց ես չեմ զարմանա, որ օրից օր ավելի վատ լինի, որովհետև ես չգիտեմ, սրանք մինչև եբ պետք է, չի կարելի, եկեղեցին վրեն ոնց կարելի է ձեռ բարձրացնել։ Իսկ ինչու են այդպես անում, որն է պատճառը։ Դուք որպես քաղաքացի հասկացել եք մեր իշխանությունների վարվելաձևը եկեղեցու նկատմամբ։ Քաղաքացին գիտեք ինչ, քաղաքացիների կապ չունեն, մեր ղեկավարությունը չի ուզում, որ լինի ստաբիլ կյանք, որովհետև ստաբիլ որ եղավ, ժողովուրդը խելքի կգա, իսկ որ սենց խառնաշփոթություն է, ժողովուրդը չեք տենում, ժողովուրդը ինքն էլ չգիտի ինչ անի, ստաբիլ կյանք պետք է, որ ժողովուրդը լավ ապրի, ոչ թե լավ ապրի, գոնե ստույգ, իսկ դա ձեր չի տալիս, որ ստույգ ապրի, արդեն խելքը կաշխատի այն ուղղությամբ, որին որ պետք է, եւ դրա համար էլ ամեն դեպքում մենք արդեն շեղվեցինք, եկեղեցուն չի կարելի կպնել, ես չգիտեմ ինչպես է պետք անել, բայց էզեվել չի կարելի անել, որ պետք է ուրիշ ձևի անել, որ դեռ ոչ մեկ չի արել, այնա մի անգամ 7 տարի առաջ ժողովուրդը հելավ, չեսակ ինչ եղավ, ուրեմն ժողովուրդը դրա համար էլ մի քիչ կծկված է մնում, էլի։